Սկզբում էր բանը, և բանը Աստծո մոտ էր, և բանն Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Կյանքը նրանով էր, և կյանքը մարդկանց լույսն էր, և լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց։ Սկզբում էր բանը, աշխարհի արարումից առաջ, երբ դեռ ոչինչ գոյություն չուներ, Քրիստոսը, Աստծո հավիտենական խոսքը, արդեն իսկ էր։ Հովհաննեսի ավետարանը չի սկսվում Բեթլեհեմից, այն մեր հայացքը ուղղում է դեպի հավիտենականություն։ Աստծո լոգոսը հավիտենական է։ Խոսքը կար այն ժամանակ, երբ դեռ ոչինչ չկար։ Խոսքը Աստծո մոտ էր, և ամեն ինչ, տեսանելի ու անտեսանելի, ստեղծվեց խոսքի միջոցով։ Ամեն ինչ, որ գոյություն ունի, նրանով ստեղծվեց։ Ամեն ինչի սկիզբը Քրիստոսի մեջ է, և այս խոսքը ոչ միայն Աստծո մոտ էր, այլ հենց Աստված էր։ Խոսքը արարիչն է, և հենց այդ արարիչ խոսքը ընտրեց ու որոշեց մտնել իր իսկ ստեղծած աշխարհը մեր փրկության համար։ Կյանքը միայն նրանով է, և միայն նրա մեջ է, և այդ կյանքն է մարդկանց լույսը։ Գալստյան այս շրջանը մեզ հիշեցնում է, որ մթության մեջ ծագած արեգակը նույն խոսքն է, որը լուսավորում է մեր կյանքը և հեռացնում մեղքի ու մահվան խավարը մեր ներսից։ Երբ մեր կյանքում կա խառնաշփոթ, անորոշություն կամ վախ, մենք կարող ենք վստահ լինել, խոսքը հաստատուն է։ Նա չի փոխվում, չի լռում և չի հեռանում։ Նրա ներկայությունը լույս է սփռում մեր խավար փորձառությունների վրա, ցրում խավարը և ազատագրում մեզ։ Քրիստոսը ոչ միայն եկավ մեզ հետ լինելու, այլ եկավ մեզ նոր մարդ դարձնելու։ Այն նույն խոսքը, որ ասաց «թող լինի» և եղավ, այսօր էլ խոսում է մեր սրտերին նոր կյանք պարգևելու համար։ Այսօր մի պահ կանգ առ և մտածիր, ում խոսքն է առաջնորդում քո կյանքը։ Թույլ տուր, որ հավիտենական խոսքը լինի քո որոշումների, հույսերի և ճանապարհի ամուր հիմքը։ Ով հավիտենական խոսք, խոսիր իմ սրտին և նորոգիր ինձ քո լույսով։ Ամեն։